Ճիշտ ասած, ես մոտեցել եմ ամբյոնին, պարոն Դանիելյանին արձագանքելու համար։ Պարոն Դանիելյան, շատ դուք գեղեցիկ եք խոսում, եթե կոնտեքստը կտրենք, հա, եթե չլինեիք դաշնակցությունից, եթե իշխանության եղած չլինեիք 20 տարի, հա, շատ, հա, ուղղակի բառերը, հա, գեղեցիկ բառեր են։ Ում վրա եք մունար գալիս աղբավայրերի համար։ Մեր օրոքա կառուցվել Հայաստանում առաջին աղբավայրը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտների նվազագույն շեմին։ Պատկերացնում եք ինչի մասին ենք մենք խոսում։ Գոյություն ունի թափոնների կառավարման բուրգ, երեխեք ջան, ես լսեք, կարևոր բան է։ Հա։ Ուսանողներ, լսեք, սա շատ կարևոր է։ Գոյություն ունի թափոնների կառավարման բուրգ հասկացություն, որովհետեւ դուք պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը, այդ բուրգի գագաթին գտնվում են օրինակ Շվեդիայի նման պետությունները, որտեղ ուրեմն թափոններից մնացուկը կարող է լինի, չասեմ, կես տոկոս, 1%, էդ էլ այդ այլված թափոնի տակի մոխիրն է, էդ էլ տանում են անտառներում որոշակի կանոններով, այսպես շաղ են տալիս, անցնում է հողի մեջ, մի խոսքով էլի տարալուծվում է, այսինքն կարելի ասել 0 թափոն ունեն։ Դա բուրգի գագաթն է։ Հետո կան այլ մակարդակներ թափոնների կառավարման եւ թափոնների կառավարման ստորին ընդունելի շեմը, գիտեք որն է։ Կոտայքում կառուցված մեր կողմից կառուցված նոր աղբավայրն է։ Ինչ այն իրանից ներկայացնում։ Հողի մեջ փորվում է փոս, ասենց գոգավորություն, կատարվում են որոշակի ինժեներական աշխատանքներ, դրենաժի համար նախատեսված, որ տակի ուրեմն հեղուկները գնան, ուրեմն տոլով, ձութով, ամեն ինչով, սա երկար բարակ չասեմ, աղբը հավաքվում է ուրեմն մի շերտով, վրայից լցվում է հողի շերտ, հետո նորից մի շերտ աղբ, հետո նորից մի շերտ հող, այդպես այդ փոսը լցվում է, հետո փոսը դառնում է այսպես բլուր, էլի շարունակում է լցվել, վերջում էլի նորից հող է լցվում ու կոնսերվացվում է։ Աղբը մնում է մեջը, սա ասում ստորին, հնարավոր ստորին քաղաքակիրթ տարբերակների ամենաստորին շեմն է։ Մնացած ինչ կա Հայաստանում ստորին շեմից ներքև է։ Այդ թվում եւ Նուբարաշենն, ասեք ասում 18 թվին է Նուբարաշենի աղբանոցը ստեղծվել, ժողովուրդ ջան, ասեք կամ 18 թվին առաջին անգամ, 25 թվին առաջին անգամ վառվել այդ աղբանոցը։ Չէ, արգիշտի ժամանակ այդքան բնակչություն չկար եւ ընդհանրապես աշխարհում բնակչության եւ արտանետումների հետ կապված այդ խնդիրները չկային այն ժամանակ։ Բայց հիմա քննարկվում է Երևանում նոր աղբավայր կամ աղբի վերամշակման նոր նախագծի հարցը։ Հիմա էլի այդ հարցը կքննարկվի, էլի կգա կասեք, բայց ռիսկերը բանը, այնով ատենդերով, պետական մասնավոր, այս կոտայքի բանը, որ ասում եք պետական կառավարում, կոտայքի աղբավայրը իդեպ կառավարում են համայնքները։ Կոտայք եւ Գեղարքունիք մարզերի համայնքները միավորվել են, ստեղծել են կառավարման ուրեմն կազմակերպչական ձևը կարող է այս պահին չհիշեմ, հոակ երևի թե համայնքներով 16 համայնքով կառավարում են իրենց համայնքների համար նախատեսված ուրեմն աղբավայրը տեղանում աղբի ուրեմն բան տեսակավորում մի բան որ մենք էլի չէինք լսել, այսինքն մենք ենք սկսել այդ process-ը, ժողովուրդ ջան, դուք սկսեիք, մենք էլ գայինք ձեզ քննադատեինք, որ ուշ եք սկսել, ասենք 2004 թվականին սկսեիք այս process-ը, մենք էլ ելնեինք 2005 թվականին, ասեինք ես ուր եք հետ մնում Շվեդիայից 2005 թվականին առաջ մենակ, մենք սկսել ենք եկել մենա մունատ հետ գալիս բանը, խոտի հետ կապված, գիտեք, պարոն Դանիելյան, պետք չի էլի բան անել, գիտեք, ամեն գործում պետքա չափը, այսպես ասած, ճանաչել, խնդրի չափը, ծավալը, այո, կան խնդիրներ, որոնք պիտի լուծի պետությունը, նոր աղբավայր կառուցի, կատալիզատորների հետ կապված հարցը լուծի, արտանետումների եւ այլն, բայց կա խնդիր, որ կապված է կուլտուրայի հետ, այսինքն կա խնդիր, որ հիմա Շվեդիայի կառավարությանը հանես բերես դնես այստեղ կառավարություն, կա խնդիր, որ չի լուծի Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, բոլորի կոալիցիոն կառավարություն ստեղծենք, ասենք ժողովուրդ ջան, այս հարցը լուծեք, կա խնդիր, եթե խնդիրը ծագում է քաղաքացու մակարդակում, մի ինչ-որ խնդիր, էլի լուծելի է, բայց պետք է այդ քաղաքաբողանը գա կոչ անեք, ասեք ժողովուրդ ջան, մի վառեք խոտը, ասենք ես ամփիր մեկ ամբյոնից,
ասում եք ժողովրդին եք մեղադրում։ Ոնց թե կոմունալն է վառում։ Կոմունալն է վառում շատ ավելի վատ տվյալներ ունեք, դա ընդհանրապես իրաց հետ կարելի է շատ ավելի կոպիտ ու կոշտ լինել, քան բանը։ Եթե նման հարց կա, մենք գիտենք, չէ, որ Հայաստանում կա նման երևույթ։ Չոր խոտը վառել, գիտենք, չէ։ Դրա համար էլ հասնում է ինչ 50, շատ պետք է լինի, ինչ 50,000 տվել սա հավինել են բաները, սա համ հողի որակն է դա փչացնում, համ հողի բերքատվության վրա է, դա հաջորդ տարվա բերքատվության վրա է դա ազդում, ել չասած ստեղծում է հրդեհավտանգ իրավիճակ։ Պլյուս դուք էլ ասում եք ընդերքի ջրերի, բայց ամբյոնից ասեիք, ես հիմա եկել խոսում եմ տեղից ասում եք ընդերքի ջրերի, ըստից ասեիք, բան դանելան։ Մարդիկ էլ լսեին հիմա աճող երիտասարդ սերունդը լսեր, նրանք էլ ասեին, վայ ժողովուրդ ջան, միգուցե իրանց, չգիտեմ, ավակ եղբայրներին, ծնողներին միգուցե ասեին, որ այն օրը լսեցի հեռուստատեսությամբ Գառնիկ Դանելյանը խոսում էր, ասում էր վատ բան է խոտը վառել, ինչի եք վառում։ Բայց տենց է կուլտուրան ձևավորվում։ Բայց տենց է քաղաքակրթությունը ասել, ասենք հասկացանք պետությունը ինչ գնա ռեպրեսիվ ձևով ամեն մի հանդամասի վրա մի հատ, այդ էլ կարելի է, եթե տեղը հասավ դրան, միգուցե այդպես էլ պետք է անենք, բայց ես խնդրում եմ չթերագնահատել։ Ոնց են ասում, չէ՞։ Կայսինը, Աստծուն, պետությանը, պետական ֆունկցիան անենք ճիշտ, բայց այնտեղ որտեղ կա հանրահռչակման, հանրակրթության, քարոզչության էլեմենտ, դա էլ օգնեք մեզ, մեր ընդհանուրն է, դա ասենք ներ չի, դա էլի ԿՊ-ի հանդա, էլի դաշնակցության հանդամասը։ Ասենք, որ ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, չվառել, դա չունի ոչ մի օգտակար հետևանք, ունի միայն վնասակար հետևանք, ոչ միայն ձեզ համար, այլև շրջակա միջավայրի, համայնքների եւ ընդհանրապես մարդկանց ֆիզիկական անվտանգության համար։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։